Քամիցանողը փոթորիկ է հնձում խորհրդարանի տխրահռչակ միջադեպի համար Հայաստան ու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունները միմյանց են մեղադրում, ով բերեց փողոցային բարքերը ազգային ժողով եւ ինչու հայհոյանքը դարձավ քաղաքական խոսույթի մաս, պատասխան չկա։ Բաբուր հարցրել էին, ասում էին ինչի Նիկոլ Փաշինյանը համբալ ասել են բահու կռվի ժամանակ մեղր չեն բաժանում։ Այսինքն իրանք կարան հայհոյեն, մենք պետք է կանգնենք մեղր բաժանենք, հա։ Մեզ հայհոյեն, մենք ասենք, այ գիտեք, այստեղ մեղր ենք բերել ձեր համար, մի քիչ կարող է ճաշակեք այս մեղրից։ Ասեք, լրիվ հիմարի տեղ են դրել։ Արմեն Ռուստամյանը, որը մի քանի գումարումների պատգամավոր է եղել, նկատում է այս որակի պարլամենտ երբեք չենք ունեցել։ Սա առաջին հերթին հարվածում է իշխող ուժի ռեյտինգին, իշխանությունը չի հասկանում իր պատասխանատվությունը։ Անգամ զարմանում է, որ ինքը կարողացել է այդքան էլ համբերել։ Այն ինչ որ իր դեմ ասում են եւ իր հասցեին են ասում, ամեն մարդ չի կարող բանը տանել։ Դալիճում սեռական բնույթի հայհոյանք Դե իսկ պետք է ազգային ժողովում հայհոյել մարդու ամբողջ տոհմը, հա, եւ դա կատարի փոխոսնակը, ով է տեսել տես բան։ Ռուստամյանի գնահատմամբ երկրքերը եռացել են, Լևոն Քոչարյանն իրեն շատ կոռեկտ է պահել։ Իրանք երևի ստացել են հրահանգ, ընտրությունները մոտենում են, ես այդպես եմ տեսնում, որտեղ այս խանդավառ կերպով հայհոյախոսությունները, որ մեկը մյուսին հերթ չտալով խոսում է, այդ նշանակում է ինչ-որ երևի մրցանակ է սահմանվել ցանկում տեղ գրավելու համար, ով ավելի հուշկու հայհոյանքներ կարտաբերի։ Վահագն Ալեքսանյանի խոսքով ազգային ժողովում տեղի ունեցածը պարլամենտարիզմի օրինակ չէր, քանի որ Լևոն Քոչարյանը չի կարող լինել այդ օրինակը, իսկ իր կուսակից Արսեն Թորոսյանի ելույթին այսպիսի մեկնաբանություն է տալիս։ Հաճախ լինում է այնպես, որ մեր ընդդիմադիր պատգամավորների լկտի, փողոցային հայհոյանքների, սադրանքների ու վիրավորանքներին ի պատասխան մենք որպես մարդ ուղղակի պահի տակ չենք կարողանում մեզ զսպել, ժողովուրդ ջան։ Այս ընդդիմությունն Ալեքսանյանի կարծիքով վախենում է իր առաջնորդներից մեկին բերել կանգնեցնել ազգային ժողովի առջև, որովհետև հասկանում է առաջնորդներից ոչ մեկը քաղաքական առումով ի վիճակի չէ կանգնել ու լսել ելույթները։ Ռոբերտ Քոչյանը սարսափած է այս ամբիոնի մոտ կանգնելուց, Սերժ Սարգսյանը սարսափած է այս ամբիոնի մոտ կանգնել։ Եթե նրանք գտնում են, որ այտենց չի, թող գան կանգնեն։ Այնինչ տեղի է ունեցել խորհրդարանում նորություն չէ, տարբեր միջադեպերի ականատես ենք եղել, Տիգրան Աբրահամյանի կարծիքով հրահրողը իշխանությունն է։ Իշխանությունը հատկապես ագրեսիվանում է իրավիճակում, երբ որ խնդիր ունի ամեն գնով պաշտպանելու սեփական քաղաքական առաջնորդին եւ հենց այն իրենց շատ սիրած նախընտրական տրամաբանության ներքո, որովհետեւ հերո չեն ժամանակները, երբ որ մենք կմտնենք նաեւ նախընտրական ժամանակահատված իրավիճակի բերումով եւ յուրաքանչյուրը փորձում է արևիտակ իր տեղը գտնել։ Այս պատմությունը կարծես դեռ շատ ջուր է քաշելու Արսեն Թորոսյանը Թելեգրամում տեղեկացրել է, քաղաքական վենդետա լինելու է։ Նիստին հայհոյանքով աչքի ընկած պատգամավորը նույն գրառման մեջ ասում է. այո, հայհոյել չի կարելի ոչ ազգային ժողովի ամբիոնից, ոչ դահլիճում եւ ոչ էլ որևէ այլ տեղ։ Իսկ ահա Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել հայ ժողովրդից նման տեսարանների, հայհոյանքների եւ իր ձևակերպմամբ այն օտարների համար, որոնք դեռ կան մեր խորհրդարանում։ Նաեւ հարցում է սկսել, թե ընդդիմությունը կգա հաջորդ նիստին Լևոն Քոչարյանը կներկայանա, թե ոչ։ Իզաբելլա Հովանեսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։